Կացեք գնամ մի հատ կամպոտ բերեմ։ Ինչի կամպոտ եք սիրում, լասա։ Հարգելի հետևորդ, մինչև տեսանյութի դիտումը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Յուրիկ Պապը աշխատող արարող մարդ է, պաշտոններ է վարել, բայց այդ ամենից հետո իրեն կոտրված չի համարել եւ սեփական քրտինքով գյուղական շեն օջախ է պահում։ Հիմա գարնանամուտի այս օրերին առօրյա հոգսերի հետ մի մեծ հոգս ունի, որի պատճառով աչքը ոչինչ չի գալիս ու այդ խնդիրը հաղթահարելու դեպքում իրեն երջանիկ մարդ կհամարեր։ Բանն այն է, որ Յուրիկը մեծ տղային ու աղջկան տեղը տեղին ամուսնացրել տեղավորել է, հերթը հասել է փոքր տղային ու ահա արդեն մի քանի տարի անվերջ սպասում է, սպասում ու սպասում։ Մի երազանք ունեմ, մի նպատակ տղիս պսակելու է։ Վաղ ինչի ամուսնան։ Ես ինչ գիտեմ, աղջիկ չճարեմ։ Ոնց որ մի հատ ծանր օցալի քաշարած ման գալիս։ Ստեղա հարցը ապրելու։ Հա, բա որտե ապրել։ Կոմա գա, դե մի աղջիկ ճարեք ամուսնացնենք։ Հայտարարություն եք տալի Յուրիկ ծառայ։ Փնտրվում է հարցնացու։ Այ կայմա դեթե չէ։ Այս կատակի ու թեթև ժպիտի տակ թաքնված է հայ մարդու հավերժական ձգտումը։ Տեսնել օջախի ծուխը միշտ վառ ու սերունդների շղթան անխզելի։ Յուրիկ Պապը դեռ երկար կսպասի օձունի իր բակում, պատրաստ ամեն պահի բացելու նկուղի դուռն ու սեփական այգու բարիքներով պատվելու այն հյուրին, ով իր տուն բարի լուր կբերի։ Իսկ մառանն ու ստեղծած ապրուստը, որ միայն քրտինքով է ստեղծված, տպավորիչ է։ Ճուտ պահենք, ընդուր կա պահենք։ Ես է տարածինա բաց ենք թողում, արածում են էլի։ Պոլել ենք, որ ճուտը պահենք էլի մեծանան, տանենք հավերի բոնտ։ Ինձ որ հավերի մոտենել եմ, կռիս առն է տա, մենետեն մեզ մենի գլուխն ակել, մենի ոտն ակել, ստեղապահով է։ Նորակառույց քարաշեն ճտանոցն էլ իր ձեռքի գործն է։ Ինքն է նախագծել, ինքն էլ քարը քարին դրել, խնայելով թե վարպետի, թե բանվորին վճարվելիք գումարը, որը այլ տեղում կներդնի։ 100,000 դրամ ու անսպառ եռանդ, ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ էր 100-ից ավելի ճտերի համար ապահով ու տաք անկյուն ստեղծելու համար։ Առնետների ու ցրտի վտանգը այլևս անցյալում է։ Ճտերի պատվերը արդեն տրված է, պատրաստի կստանա, բայց Յուրիկ Պապի օրը միայն շինարարությամբ ու թռչնաբուծությամբ չի սահմանափակվում։ Նրա տնտեսության ամենաքաղցր, բայց նաև ամենակարևոր հատվածը մեղվանոցն է։ Ջանջերը հանգել են։ Էլ ո՞նց է հանգցրի։ Բայց պետք է ստեղծենք, էլի։ Ես իմ դե մենակ իմը չի, շատերին նա հանգել, չափից ավել հանգել է։ Այս տարին Ռայոնը մեկ գյուղում էլ, կա ասենք 30 հատով, 40 հատով հանգել է։ հիմա բայց էլի պիտի դնեք։ Հա, պարտադիր։ Ես օրական մեղր եմ ուտում, ֆրորը գիտի։ Հատուկ կարգով։ Հա, պարտադիր ամերավոտ։ Տիկինին ասում եմ, կի ասում եմ, ուտում ես ուտել։ Մի 3 հատ ասել եմ, ճոճկան մոդիկ ունեմ, պետք է սարքի գնամ բերեմ։ Թեև անցած տարվա բնության քմահաճույքները դատարկել են փեթակների մի մասը, տանտիրոջ եռանդը դրանից չի պակասել։ Էլի կաշխատի, էլի կունենա, որովհետև գիտի գյուղացին պիտի ամեն ինչից էլ քիչ-քիչ ստեղծի։ Գոնե մենակ նրա համար, որ գյուղում է ապրում։ Ինձանի շատ ջուն մաքրող չկա մեր գեղում։ Ինչի պիտի պարտադիր մաքրող լինի։ Պարտադիր։ Մի ոտը չեմ է թողում տրորեն։ Էսա գյուղացու գործն էսա։ Կարում ես զբաղվի։ Առավոտը դասնում եք, ջուն եք մաքրում։ Երեգունը գալիս է, քշերն էլ եմ մաքրում շատ ժամանակ։ Այն ուրիշ է, այս տարվա նման ձմեռ նշում եք։ Չէ, քանի տարա չի եղած։ Գյուղատնտեսության շատ օգտակար է, բայց դե մարդկանց հիմա մի քիչ են չէ։ Գյուղատնտեսության համար լավ տարի է, բայց լավ տարին Յուրիկի համար լրացուցիչ աշխատատեղ է ստեղծել։ Վաղ առավոտից ձեռնոցներ է հագնում ու դուրս գալիս մարտի։ Նրա բակում ձյունը երկար չպիտի մնա ու կարգուկանոնն այստեղ առաջնային է։ Ինչպես ասում է, առած ձյունը հողի համար օրհնություն է, իր համար հոգս, բայց Յուրիկ Պապը դժվարություններից չի տրտնջում։ Գամ իշխան վախում է, ապարատից։ Տեղ եմ գնալու թեզ եմ տալ, ելի ժամանակը չի, բայց դե տալիս եմ, հմի նադի։ Բայց ձուն չեք վերցնում։ Ձուն, ես ձվի հետ գործ չունեմ, տիկինն է։ Ես ասել, որ մեջին սատկեն էլ, հավերի դուրը բատ չանի ես, տղամարդը։ Հմի ես բատ չեմ անում, էտ ես երխած։
Այսօր թե տեսախցիկի, թե կնոջ խաթրը բարձր է։ Յուրիկի տան ու տնտեսության գործերը հստակ բաժանված են։ Տղամարդու եւ կնոջ աշխատանքների միջև սահմանն ամուր է ու անսասան։ Սակայն այսօր բացառիկոր է, օձունում առիթ կա ու մինչև տիկին Սվետան պատրաստվում է հյուր գնալ, տնտեսության ամենանուրբ գործը հավերին կերակրելը վստահվել է տանտիրոջը։ Դե հա, այդպես է, մեկը մեկին չօգնի, գործը առաջ չի գնամ։ Հա, բա ինչ ա, լավ է, հնդոշք են, սա առաջի միսիան երկուսն է։ Որ լավ մարդիկ են ալեմ, մորցում եմ, իմի բաժակել խմում ենք իրար հետ, առաջի միսա ես, օգտակարա, շաքարի դեղա, դրա համար պահում ենք։ Հարգարժան հուրերի մարա։ Ձեզ էլ կոյրասիր եմ, բայց գնում եք ժամանակ չունեք, ինչ անեմ ասեք, մյուս անգամ։ Յուրիկի տանը հյուրը Աստծումն է, իսկ հյուրասիրությունը սուրբ պարտականություն։ Նապաստակաբուծությունը նրա համար միայն զբաղմունք չէ, այլ սեղանի պատիվն ու հյուրի նկատմամբ հարգանքը ընդգծելու միջոց։ Իր ձեռքով պատրաստած թունդողին ու դիետիկ միսը սպասում են այն մարդկանց, ովքեր կգնահատեն գյուղի բարիքներն ու տանտիրոջ անկեղծությունը։ Մի քիչ մեղր, մի քիչ ձու, մի քիչ միս ու թարմ բանջարեղեն։ Այս մի քիչների հանրագումարում ստեղծվում է մի մեծ ու ամուր աշխարհ, որտեղ մարդը հողի տերն է, ոչ թե ծառան։ Մեր դրան հողամ ասուար ամառգակ ժամանակին ամեն ինչ ունենք, ամեն ինչ ցանում ենք մեզ մար։ Մենք խանութից բան չենք առնում։ Պոմիդորա, կարտոշկա, վարունգա, ամեն ինչ ստեղծում ենք։ Որտե ուրիշները չեն անում, ինչ անեմ։ Հարևանը չի անում, այն մեկը չի անում։ Կանանչին ինչ է, կանանչը չեն իրանց հողամասն ցանում։ Դե գյուղացին որ դաշտը մշակի ոչ տան ինքը բան չցանի։ Իրա դրանից ցանի, ինքը անասուն չունի, նա կապրի, ոնց դիապրի։ Օրական մեկի գնալի դուրը մի բան ուզելու։ Յուրիկ պապի հռետորական հարցը իրականում պատասխան չի ակնկալում։ 70 անց այս մարդը չի հասկանում ինչպես կարելի է ապրել օձունի նման օրհնված հողի վրա ու սպասել խանութի հերթին։ Սա հենց այն արժանապատիվ կյանքն է, որտեղ մարդը ոչ թե սպառող է, այլ նախ եւ առաջ տեր ու արարող։ Ամեն ինչից խոսեցինք, ամեն ինչ տեսանք, բայց դե դուրն ու տնտեսությունը առանց կով ու կթանի, այն էլ Յուրիկի տնտեսությունը չի լինի։ Յուրիկի պարագայում սա նաեւ գենետիկ հիշողություն է։ Թեև նա ավելի քան 20 տարի պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, խորհրդային տարիներին եղել է հացի գործարանի տնօրեն, բայց կապը հողի ու անասնապահության հետ երբեք չի կտրել։ Ինչպես ասում է, ապրանքի քոքը չի կտրել։ Մոզենյան ջուր եմ տալի, չինանց տեղ եմ դուսանում։ Անասնապահությունը դաշտի հողեր ենք մշակում մի 5 հեկտար։ Վերջը մենք մեզանով էլի 3 կո ունենք, 3 հատ մոզ ունենք, դա 3-ն է պետք է տնեն, հորցեր պետք է բերեն։ Ամառն էլ ստեղ ենք պահում մեր տանը։ Սար չեք գնում։ Չէ, սար չենք ուղարկում։ Սարը ուղարկում ենք, վերջումը կռիվ է դառնում։ Կամ կողմնա կորչեմ, կամ անասունը, կամ էլ փողը չեն տալիս, վեճ է դառնում։ Ես 10 տարի էլ հանց չեմ ուղարկում։ Ստեղ տանում են բերեմ դռնից։ Անասնապահը տանը առավոտը իրգունը բերեմ։ Նրա տնտեսությունում պատահական քայլեր չկան, ամեն ինչ հաշվարկված է ու փորձով ստուգված, նույնիսկ անասունների արոտն է կազմակերպվում այնպես, որ ռիսկերը հասցվեն նվազագույնի։ Հետո զբաղվելու բան է, դե մի տանը նստենք ինչ անենք։ Մի տարեկան գոնե մի միլիոն կես փող են տալի, վերջը գոյատե եմ ես, դաշտը մշակում ես, վերջապես Կոմոդին ես էլի ուշիմուտ չես ընգնում։ Մենք խանութից բաներ չենք առնում, ինչ այլոց, մենակ կոֆե եմ առնում շատ ժամանակ, որ մորցում ենք միս ենք վերցնում մի 50 կիլո, մեզ մար օգտագործում ենք, հավը կա, ձուն կա, վերջը խոզ ենք պահամ։ Ես տարի 2 հատ հնդուշք եմ մորցել, մեկը 25 կիլո միս ուներ, մեկը 19 է։ Մեկը տղինս էր, մեկը մերը, վերջը։ Բա ինչ անենք, կիլոն 3500 դրամ է, մի հնդուշք են, դե պատկերացրու 2 գարան գին է, մի գարը 50,000 դրամ է, մի ապրանք կա, էլի պետք է մորցեմ մայիսին, մի 600,000 դրամ փող է, ձեռից ծախսում ես էլի, մի դրանով մենց հարստություն չի, բայց ուրշի դուր չենք գնում, մենք մեզանով կարում ենք։ Յուրիկի համար գյուղացիական թվաբանությունը շատ պարզ է ու չի հասնում բարձրագույն մաթեմատիկայի։ Եթե աշխատում ես, ուրեմն անկախ ես ու հպարտ, բայց ամենօրյա հոգսն ու հաշվարկները միայն կենցաղը ապահովելու համար չեն։ Նրա համար աշխարհի կենտրոնն ու միակ հանգրվանը օձունն է, իր հողն ու ջուրը, որոնցից հեռու Յուրիկ պապը շնչել չի կարող։ Ես լագով եմ ուրիշը չգիտեմ նավը, հեմի որ ինձ $500,000 էլ տաս, ես տունը չեմ թողա գնամ ստեղից։ Ոնց ուզում ես հվատա։ Զբաղմունքը հիմնականում,
որ կարող ենք զբաղվենք։ Մի կվարտիրի մեջ նստեմ, ինչ անեմ, նարդի գծեմ, ինչ անեմ, ես ոնց անեմ։ Չեմ կարա, ի վիճակի չեմ։ Գնում եմ Երևան, մի օր կամ մնում եմ, կամ չեմ կարա մնամ, հետ եմ գալի։ Համել դեր վերջ անասունա, պիտի նայես, պահես։ Գյուղի մաքուրոտն ու ամենօրյա շարժում այն դեղատոմսն են, որոնք Յուրիկին ու իր տիկնոջը երիտասարդ են պահում։ Բացի այդ հողի ու գոմի հետ ամենօրյա շփումն է, որ թույլ է տալիս չսպասել թոշակի օրվան ու չհաշվել քարտի մնացորդները։ Առանց սրանց չհնարավոր սողս կմնանք։ Օրական տիկինը ոնց ուզում ալի 3000 դրամի բանա ծախում։ Էլ նամա թոշակը հետաքրքիր չի։ Հիմա ես 4-րդ ամիսնա չի ստացել։ Ծախվում է, լրիվ ծախվում է, պանիրա ծախվում, ձուա ծախվում, կաթա ծախվում, մեկ-մեկ էլ մոդիկներին մատոնա տալիս շատ ժամանակ, մատոն ուշի մա չի մերեմ, բայց որ մոդիկ մարսալնեմ, անում եմ։ Ձերքի փողը միշտ կարելի առողջ։ Պարտադիր, որ փող չլիջաբիս, ուրեմն վատ եմ էտ օրը։ Բայց հիմա ապրիլի 1-ից հետո չգիտի, թե իրենց կայուն ու խաղաղ աշխարհը ինչպես կփոխվի։ Կասկածում է, որ գյուղացիները կդադարեն իրենցից գյուղ մթեր գնել, քանի որ հատկապես թոշակառուները կգերադասեն խանութից գնումներ կատարել 10,000-ը ետ ստանալու նպատակով։ Ու այստեղ այս նորահայտ որոշումը հնարավոր է փաստի առաջ կանգնեցնի Յուրիկին։ Գրպանի իր խոսքով ջեպի փողը սեփական աշխատանքի ու արժանապատվության չափման միավորն է։ 70 տարեկանում սեփական թոշակին ձեռք չտալն ու օրական վաստակով ապրելը ոչ թե հարստություն է, այլ մեծագույն ազատություն, արժանապատվություն։ Բայց այս ամբողջ տնտեսությունն ու չարչարանքը իմաստավորվում են միայն մեկ դեպքում, երբ տանդուռը բացվում է հյուրի առջև ու սեղանին դրվում է սեփական ձեռքերով ստեղծածը։ Դա Յուրիկ Պապի նման մարդկանց համար հպարտության հերթական առիթ է։ Պետք է աշխատես, որ կարենաս գոյատևես, վերջի տունը, երեխայա, վերջի կարիքներ կա, 100 բան կա, պետք է կարենանք կարգավորես, չէ։ Կարգավորած պահելը միայն ամբարն ու մառանը լցնելը չէ։ Յուրաքանչյուր քար ու ամեն մի փեթակ նա դնում է մի մեծ հույսով, որ իր ստեղծածն ու օձունի այս հայրական օջախը վաղը նոր շունչ ու նոր տերեր կունենա։ Տարիների վաստակն ու անխոնջ աշխատանքը նրա համար իմաստ կունենան միայն այն ժամանակ, երբ իրագործվի իր ամենամեծ ու թերևս ամենաբարդ նպատակը՝ կրտսեր որդու պսակը։ Հարգելի հետևորդ, մինչև տեսանյութի դիտումը առաջարկում եմ բաժանորդագրվել մեր էջին եւ հավանել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։